Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Կարկաչ հեռուստատրագրի հայ հայուհի հաղորդաշարը եթերում է։ Ուրախ եմ հայտնելու, որ այսօր իմ տաղավարում հյուր չունեմ, բայց իմ հյուրերը, եթերային հյուրերը լինելու է պոեզիան, լինելու են բանաստեղծները, բանաստեղծուհիները եւ բանաստեղծ։ Բանաստեղծուհիները Հայաստանից, Կանադայից եւ նաեւ Օտավայից մեր հայրենակիցներից մեկը, ես չեմ ուզում ասել բանաստեղծ, որովհետև գիտեք գրում են մարդիկ, արտահայտում են իրենց մտքերը, բայց հաճախ բարձրապես իրավունքը չեմ ես վերապահում համարելու բանաստեղծ կամ բանաստեղծուհի, բայց այնքանով, որքանով, որ ես ստանում եմ բավականին շատ այսպես լեցուն նամակներ, տպավորությունների իրենց ստեղծագործությունները, ուրեմն ես որոշեցի, որ այսպես երբեմն հավաքեմ ու ներկայացնեմ ձեզ, որովհետև գիտեմ, որ դուք սիրում եք պոեզիա, պոեզիայի սիրահարներ են մեր հայրենակիցները, որի համար անչափ ուրախ եմ, իսկ հիմա ներկայացնելու եմ ձեզ պոեզիա։ Ուրեմն, բայց քանի որ ավարտվում է գարունը եւ գալիս է ամառը, ուրեմն յուրաքանչյուր եղանակ իր հմայքով, իր գեղեցկությամբ, իր անփոխարինելությամբ, իր հույսերով եւ հույզերով տարբեր է միշտ գալիքից։ Հիմա գալիս է ամառը, ու յուրաքանչյուրս կարծում ենք հենց դա պիտի լինի մեր երազանքների ամառը, սիրո ամառը։ Ահա թե ինչու որոշեցի ուրեմն ողջունել սկսենք երգով, որից հետո նոր կանցնեմ մեր կանադահայ հայրենակիցների պոեզիային։ Եվ այսպես ձեզ եմ ներկայացնում մի երգ, որը հնչել է մեր ուրեմն Կարկաչ հեռուստատրագրի կազմակերպած մեծ համերգից, որը տեղի էր ունեցել Ալեքս թատրոնում։ Սիրո ամառ։ Մեր Հայաստանում ծիրանն է հասնում, կանաչ կարմիր հոնքի տակից աչքով է անում, վարարևի տակ, ինքն արեգակ, սրտում պահած սիրո կարոտ անուշ մի գրակ, այս ամառը շատ եմ երազել, իմ սիրտն էր մրգի պես ասել, և ուզում եմ սիրո խոսք ասել, լսիր ձայնս արի ջանս մուրազիս հասնեմ, լսիր ձայնս արի ջանս մուրազիս հասնեմ։ Ծիրանն է հասնում, երկար չի սպասում, ով մոտենա ժամանակին նրան է հասնում, Հասար երանի, ով չի բարանի, ով իր սիրանց պտունակին կառնի կտանի, այս ամառը շատ եմ երազել, իմ սիրտն էր մրգի պես ասել, և ուզում եմ սիրո խոսք ասել, լսիր ձայնս արի ջանս մուրազիս հասնեմ, լսիր ձայնս արի ջանս մուրազիս հասնեմ, Ամառը շատ եմ երազել, իմ սիրտն էր մրգի պես ասել, և ուզում եմ սիրո խոսք ասել, լսիր ձայնս արի ջանս մուրազիս հասնեմ, լսիր ձայնս արի ջանս մուրազիս հասնեմ, լա լայ լայ լա լա լայ լայ լա լա լայ լայ լա լա, լա լայ լայ լա լա լայ լայ լա լա լայ լայ լա լա, լա լայ լայ լա լա լայ լայ լա լա լայ լայ լա լա, Ձայնս արի ջանս մուրազիս հասնեմ, լսիր ձայնս արի ջանս մուրազիս հասնեմ։ Սիրելի հայրենակիցներ, Կարկաչ հեռուստատրագիրն է եթերում եւ իմ ձեռքին է կանադահայ բանաստեղծուհի Ռիմա Արաքելյանի գիրքը։ Սա ստացել եմ
Ամանորի նախորեին, ահա թե ինչու այդպես է ուրեմն գրված, սիրելի Սեդային լավագույն բարեմաղթանքներով, թող գալիք ամանորը լինի ձեր հայրենանվեր գործունեության գագաթնակետը, նվիրելով ձեզ բոլոր հայրենակիցների քնքուշ սերը եւ խորիմաստ հարգանքը։ Ռիմա Արաքելյան։ Շնորհակալ եմ Տիկին Արաքելյան, շատ երկար երևի անցավ ամիսներ, բավականին երկար ամիսներ, բայց ձեր բարեմաղթանքները կարծես թե իրականացան, չէ որ իմ ուրեմն աշխատանքային ասպարեզը երկուսն են, երկու դաշտով եմ աշխատում, այսպես երկու մարտադաշտ է, հայրենասիրության եւ մանկավարժություն եւ ուրեմն հաղորդավարություն, եթեր, ուրեմն սփռում ես, արդեն գիտեք ինչպիսի ծրագրեր, հայաշունչ եւ ուրախ եմ հայտարարելու, որ այո, այս տարվա 2012 թվականին ես դարձա Սփյուռքի լավագույն ուսուցիչ, մայրենի լավագույն ուսուցիչ տիտղոսին արժանացա գրավելով առաջին մրցանակ։ Այսինքն հիմա երբ վերանայում եմ ձեր մաղթանքը եւ արդեն կատարվել է դա եւ ստացել եմ, շատ շուտով ասում են հյուպատոսարանում է եւ կստանամ դիպլոմը, ուրեմն կարծես թե իրականանում են երազանքներ, եթե դրանք գալիս են հոգուց։ Անչափ շնորհակալ եմ։ Իսկ հիմա սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում Ռիմա Արաքելյանի բանաստեղծություններից, բայց միջ այդ իր մասին։ Ռիմա Արաքելյանը ծնվել է Երևանում, ավարտել է Պրոշյանի անվան դպրոցը, իսկ հետո Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական լեզուների բաժինը։ Ավարտելով Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի նպատակային ասպիրանտուրան, նա գործուղվում է Երևանի Պետական համալսարանի անգլերեն լեզվի ամբիոն դասախոսական աշխատանքի, հեղինակ է երկու ուսումնական ձեռնարկի, տասնյակ գիտական հոդվածների, դասավանդելուց բացի զբաղվում է ուսանողների գեղագիտական դաստիարակության խնդիրներով, հոգով սերտորեն կապված է նրանց հետ։ Այսօր երբ ես դարձյալ թերթում էի նրա պոեզիան, ես ընտրեցի միայն երեքը, որտեղ Ռիմա Արաքելյանը զավակ է, դուստր է, որտեղ նա մայր է, եւ որտեղ նա պարզապես եղել է այն տարիքի մեջ, որտեղ սերն է հաղթել։ Ուրեմն ես նրան հիմա ձեզ կներկայացնեմ առաջինը Անդրեև բանաստեղծությունը, ինձ համար շատ հաճելի գեղեցիկ բանաստեղծություն է։ Անդրեև է տեղում մռայլ երկնքից, կարծես խեղդվում եմ լուր հեկեկանքից, հեծում է գետինը ծանր Անդրեևից, թաց են աչքերս այրող վշտերից։ Եվ եթե մի օր աչերս ժպտան այնպես անթախից, այնպես բերկրալից, այնպես վաղեմի, ինչպես քեզ հետ էր, այժմ աչերս կլինեն միշտ չոր, կլինեն լոկ չոր, բայց արցունքն իմ դառն սիրտս կկրծի, չկա վերադարձ անհոգ հասակիս։ Իսկ հիմա այստեղ Ռիմա Կարապետյանը հանդես է գալիս որպես դուստր, մայրիկիս, մայրի մանգին, մայր թանկագին, աղաչում եմ անմահացիր, ծուներ դնեմ ես քո առաջ, մոմեր վառեմ ես անհարաջ, մայրիմ, սուրբիմ, աղաչում եմ անմահացիր, սաղարթախիտ քո ճյուղերով վրան խփիր, պաշտպանիր մեզ չար ուժերից, կույր նախանձից, աղետալի արհավիրքից, մայրիմ, գանձիմ, այնպես արա, որ բոլոր կանայք մայրեր դառնան ու սրբանան, մայրիմ, գանձիմ, այնպես արա, հայրենիքս մեծ հայք դառնա, բոլոր պանդուխտ մեր հայերին իմի բերի ու զորանա։ Ինչպես է հավատում Տիկին Ռիմա Արաքելյանը մայրական օրհնանքին, մայրական զորությանը։ Իսկ այստեղ նա հանդես է գալիս որպես մայր։ Բանաստեղծությունը կոչվում է որդուս։ Լսիր, որդիս, ծանր է եղել ու շատ փշոտ քո մոր կյանքի ճանապարհը, բայց նա սիրով գորովանքով մեծացրել է յուր զավակին։
Այն զավակն է միշտ հաջողակ, որ խոնար է մոր խորրթին։ Պատգամում եմ, եղիր հզոր դու քո կամքով, խարիս քցիր դու մի ոտքով անցյալի մեջ, որ չկրկնես սխալները քո անցյալի, իսկ մյուս ոտքով խարիս քցիր ներկայի մեջ, քանզի այն է տեսանելի։ Մեր ապագան կապույտ երազ եւ միշտ հիշիր, այդ երազը մարդը ենթադրում, բայց Աստվածն է միշտ կարգադրում։ Լսիր, որդիս, մեր այս կյանքում անհրաժեշտ են մեծ բարություն, խոր գիտելիք, լավ ընտանիք, սիրով լեցուն։ Իմ սիրասուն, իմ լավ որդի, զինվիր դու իմ պատգամներով, հզոր կամքով։ Դասեր քաղաց քո անցյալից, ուժ ստացած քո ներկայից, խրոխտ քայլիր դեպ ապագան, հույսերով լի վաղվա ճամփան։ Հպարտ եղիր դու քո տոհմով, հավերժական հայրենիքով։ Շնորհակալություն սիրելի Տիկին Ռիմա Կարապետյան, ներողություն Ռիմա Արաքելյան, այս հրաշալի բանաստեղծությունների համար պարզապես այսպես որոշել եմ ամեն մեկից մի փոքրիկ փունջ ներկայացնել ձեր ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Իսկ հիմա սիրելի հայրենակիցներ, ես տանում եմ ուրեմն նամակ, դա գալիս է ուղիղ մեր տուն, զարմանալիորեն, եւ դա գրված է Օտավայի աշուղ Նիկողոս Թաշյան։ Ուրեմն մի փոքրիկ հետաքրքրվելուց հետո ես հասկանում եմ, թե դա ինչպես է գալիս հասնում մեր տուն։ Այստեղ երկու էջ է, մեկը ապրիլ 24-ին է նվիրված, բայց հաջորդ մեկը պիտի կարդամ, որը կոչվում է Հայոց տուֆը։ Այստեղ նկար է, ուրեմն հավերժական Հայաստան հուշակոթողն է Օտավայում, Կանադայում, եւ ինքը բանաստեղծություն է գրել Հայոց տուֆի մասին, հավանաբար հենց այդ տուֆից է պատրաստված այս հուշակոթողը, որի ուրեմն քանդակագործն է Լևոն Թոքմեջյանը։ Կոչվում է Հայոց տուֆը, գրել է Նիկողոս Թաշյանը։ Տուֆը տաշես զարդ կդառնա, մեր պատմության փաստ կդառնա, Սասունցի Դավիթ, Արյուծ մահեր, հայ սերունդը կերտող մայրեր, Նոյ, Նահապետ, մեր արմատներ, մեր պապերի շինած վանքեր, սրբատեղի ու խաչքարեր հավերժության ջահ է դարձել։ Նիկողոս Թաշյան, այսպես նա իր մտքերն է արտահայտել, եւ քանի որ մենք այս օրերին դարձյալ ու դարձյալ վերապրում ենք հայոց մեր անկախությունը, մեր պետականությունը, մեր Հայաստանի անկախության տարեդարձն է, ուրեմն ահա թե ինչու ես ուզեցի նաեւ սա կապել դարձյալ հայոց հող, դարձյալ հայոց երկիր, հայոց արև եւ հայրենի քարեր, որոնք խաչքարեր են դառնում եւ աշխարհասփյուր հայերին ներշնչում, որ պոեզիա դառնա այդ։ Իսկ հիմա ուզում եմ դարձյալ տեղափոխվել Ալեքս թատրոն եւ թող հնչի այսօր երախտիկ դարձյալ մեր հայրենիքի անկախության օրվա Սուրենի եւ Միլենի կատարմամբ երգ, որը կոչվում է Հայրենիքիս հետ։ Լսենք, դիտենք։ She